Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասիան։ Տարօրինակ իրավիճակ է։ Արի չվիճենք։ Արի մտածենք ապագայի մասին։ Դե լավ, վերջ տուրո վիդեո, թե չէ կփախչեմ այստեղից, դու գիտես, որ ես շատ զգայուն եմ։ Ոչ։ Միակ բանը, որ ուզում եմ անել, քեզ շնորհակալություն հայտնելն է, ճամպրուկս դասավորելու համար։ Այդքանը։ Լավ, հուսով եմ հետո էլ այսպես համերաշխ կլինենք։ Իրոք շնորհակալ եմ ինձ հասկանալու եւ այս հնարավորությունը ինձ տալու համար։ Առայժմ։ Սպասիր։ Ես հասկացա, թե քեզ հետ ինչ է կատարվում։ Քո դեմքը ճիշտ նույն արտահայտությունն է ստացել, երբ ինձ սիրահարվեցիր։ Ճիշտ եմ, չէ՞։ Ինձ թվում է դու ինչ-որ բան ես թաքցնում եւ ոչ ոքի չես պատմում այդ մասին։ Լավ, դե միգուցե։ Այո, սպասիր մի րոպե, այստեղ արի։ Դու ինձ ասացիր, որ սիրահարվել ես Ալեքսանդրային, ճիշտ է։ Լսիր, նորից չսկսես եղավ, ավելի լավ է գնամ։ Ես շատ լավ գիտեմ, որ մենք չենք կարող քաղաքակիրթ մարդկանց նման հաշտ ու խաղաղ ապրել։ Լսիր, մի խուսափիր ինձնից Օվիդիո, եթե դու իմ հարցին չես պատասխանում, նշանակում է ես ճիշտ եմ։ Օվիդիո, դու գտել ես իմ քրոջը։ Գտել ես նրան, այո, խնդրում եմ, ասա ինձ, դու գտել ես նրան։ Ես արդեն զզվել եմ ծախողվելուց Ագրիպինա։ Ես հոգնել եմ հորս ձեռքին տիկնիկ լինելուց։ Հոգնել եմ կամակատար լինելուց։ Ես նույնիսկ բանկում հաշվե համար չունեմ։ Այո, Թեոբալդո, ես գիտեմ, որ շատ դժվար է պարոն Տոնիի կամակատարը լինել, ես դա գիտեմ։ Դրա համար էլ բարկանում եմ, երբ ասում ես, որ ձեռք քաշեմ Վիոլետայից, որ հանգիստ թողնեմ Սանտիագոյին, որ նրա հետ ապրի հենց այն տանը, որ նորենքով ինձ է պատկանում, որովհետև ես եմ հորս ավագ որդին։ Չես կարծում, որ ինձանից ավելինս պահանջում Ագրիպինա։ Ինչ լավ է գտա քեզ հայրիկ։ Ես ուզում էի խոսել քեզ հետ։ Ինչ է պատահել հայրիկին։ Մի անհանգստացիր որդիս, դա ընդամենը ամուսիններին վերաբերող խոսակցություն էր։ Օվիդիո, եթե դու քրոջս տեղը իմանայիր ինձ կասեիր, չէ, դու ինձ կասեիր այնպես, չէ, խնդրում եմ քեզ հանուն մեր դստեր, խոստացիր ինձ, արի վերջ տանք իրար ցավ պատճառել։ Արդեն ասացի, քրոջդ չեմ գտել, ես հեռանում եմ, որովհետև ուզում եմ գոնե մի փոքր հանգիստ կյանքով ապրել, ինչը քո ներկայության ժամանակ անհնար է։ Շատ լավ, ես այլևս քեզ չեմ անհանգստացնի, ավելորդ հարցեր չեմ տա, բայց նորից չսկսես լարվել, բարկանալ կամ էլ տրամադրությունդ գցել, որովհետև ամեն ինչ լավ է լինելու, լավ։ Ես այլևս չեմ ուզում քեզ հետ վիճել, ոչ այսօր, ոչ էլ ուրիշ օր։ Քեզ հետ ապրելը շատ դժվար էր։ Իմ կյանքում եղել եմ պահեր, երբ ամեն ինչում ես միայն քեզ եմ հետևել, ես ռոբոտ էի դարձել։ Օվիդիո, քեզ իսկապես հանգիստ է հարկավոր։ Ես քեզ հետ ամուսնացել եմ միայն այն պատճառով, որովհետև ինձ մեծն պարոն Բորովսկին է ստիպել, և մենք մինչև հիմա ամուսիններ ենք, միայն ու միայն այն պատճառով, որ պապիկս չի ուզում, որ դու լքես այս ընտանիքը։ Բայց երբ դադարես ոսկե ձուածող հավ լինելուց,
Այդ շամ կհեռանաս։ Իսկ գիտես թե ուր կգնաս։ Քո նախկին խղճուկ ու աղքատիկ թաղամասը։ Ներիր։ Բայց սա անգամ իմ ընտանիքը չէ։ Իմ միակ հարազատը Կատալինան է, իսկ նա հիմա ինձ հետ չէ։ Իսկ ոսկե ձվերածող հավը իմ ոտքերի առջև է, բայց ցավոք սրտի այլևս ոսկե ձվեր չկան։ Գոյտան քեզ համբույր էր ուղարկում։ Մի բաժակ սուրճ խմեք։ Ահա զարմիկ։ Շնորհակալ եմ քերի։ Ասա ինձ, դե պատմեր, ինչ նորություն ունես, ինչ կա։ Ես շատ նորություններ ունեմ քերի։ Գիտես ինչ եմ բերել։ Այն տեսագրությունը, որտեղ Վալենտինոին սպանում է վանական, նաև գտել եմ այնպեսի փաստեր, որ ոչ ոք երբևէ չի տեսել։ Լսիր, ասա ինձ, նրանք ինչպես արձագանքեցին, երբ ասացին, որ վանականի մատնահետքերն ունենք։ Նրանք արեցին այնպես, ինչպես որ ասում էր քերի։ Բոլորն իմ տեսակ նյարդայնացան, ուրեմն մեր ծրագիրը գործում է։ Նրանք հիմա արդեն իրար են խախտվել։ Հարցնում են իրար, արդյոք մենք ունենք վանականի մատնահետքերը, թե ոչ։ Մի բան էլ կա։ Մայրս պատմեց, որ Վալենտինոն հանդիպում է կազմակերպել։ Նա այնպես է արել, որ մայրս, հայրս եւ վանականը հանդիպեն։ Վալենտինոն նրանց ասել է, որ ինքն է վանականին ստեղծել։ Իսկապես, ամեն ինչ սկսում է ջրի երես դուրս գալ։ Հիմա էլ Վալենտինոն է մարդասպաներ ստեղծել։ Միթե դա հնարավոր է։ Ես էլ կարծում եմ, որ Վալենտինոն անվնաս է, բայց իրականում այս ամենի մեղավորը հենց նա է։ Բայց ինչու է վանականը սպանել իր ուսուցչին։ Հաստատ սպանել է, որպեսզի իր ինքնությունը չբացահայտվի։ Որովհետև մենք ճիշտ ուղու վրա ենք, որդիս։ Արդեն ժամանակն է, որ ամեն ինչ մի փոքր ավելի թեժանա։ Սա ինչ է, Կոնստանսա, Ագրիպինան թատրոնում քեզ համար դեր է գտել։ Ոչ, այրիկ, ես մի մեծ սիրո այրի եմ։ Դա վանականի մեղքն էր, որ Վալենտինոն քարավան է ուղարկվել, որովհետև ես չեմ կարծում, որ նա մի անգամից դրախտ ընկներ։ Հավարան, Կոնստանսա, հավարան։ Ես քեզ բարարան եմ տալու, որ բառերը ճիշտ սովորես։ Ոչ, այրիկ, ոչ, շնորհակալ եմ։ Ես չեմ ուզում իմ այս փոքրիկ գլուխը լցնել տարբեր ինֆորմացիաներով։ Իմ ցավն այնքան շատ է, փառք Աստծո, որ նրան երազների խաչը չէի տվել, թե չէ նա իր հետ այն կտաներ։ Գոնե մի լավ բան արեցի։ Լավ, նախարի խոսենք մահացածի մասին, հետո նոր կխոսենք երազների խաչի մասին։ Իսկ հիմա, Կոնստանսա, դու ինձ ամեն ինչ կպատմես։ Կպատմես այն, ինչ կապված է Վալենտինոյի հետ։ Ես չեմ կարող, հայրիկ, ես չեմ սիրում իմ անձնական կյանքը քննարկման առարկա դարձնել։ Քեզ հիմարի տեղ մի դիր, Կոնստանսա։ Ինչ հարաբերությունների մեջ ես եղել Վալենտինոյի հետ։ Այդ հոգեկան հիվանդը քեզ ինչ է արել։ Ոչ միայն դա քերի։ Երբ ես այնտեղ է ծնողներս Դեմետրիից մի տեսագրություն ստացան, որը վանականը տեսագրել էր մինչև նրան սպանելը։ Այդ ինչ տեսագրություն էր։ Դեմետրիան խնդրում է, որ այն աշխարհի մուտքի տոմս գնի իր համար։ Ոչ։ Հիմա կատակելու ժամանակը չէ։ Նա մի գաղտնիքի մասին էր խոսում, նա ասաց, որ չէր ուզում նոմ բան անել, բայց այլ ընտրանք չուներ։ Լսիր քերի, ինչ ես կարծում։ Այդ գաղտնիքը ինչ որ կապ ունի վանականի հետ։ Իհարկե ունի սարնիկս։ Ամեն ինչ էլ կապ ունի վանականի հետ։ Յոլանդա, ես պետք է քեզ հետ խոսեմ։ Մենք այսօր պապիկին հարցրեցինք Էլենայի աղջկա մասին, բայց նա ոչինչ չասաց։ Օգնիր մեզ, խնդրում եմ։ Դուք շարունակելու եք նույն բանը պնդել Աստծո սիրուն, դուք պետք է գնաք աշխատեք, արագացրեք, գործի անցեք, միթե տոնին ձեզ ոչինչ չի ասել։ Ես գիտեի, որ մեզ ուսախապ չես անի։ Նա իսկապես մեզ ոչինչ չի ասել, պարզապես ասաց, որ
Այդ ամենի հին պատմություն է, որն վաղուց մոռացվել է։ Այո, բայց մենք դեռ մտադրություն ունենք բացահայտել այդ տարօրինակ պատմությունը եւ այդ կնոջ առեղծվածը։ Յոլանդա, խնդրում եմ օգնիրից։ Ես ուզում եմ իմանալ արդյոք ես եմ Հելենայի աղջիկը, թե ոչ։ Դե աղջիկս բանն այն է, որ ես միայն գիտեմ, որ մինչև Հելենայի մահը Տոնին մի առեղծվածային ճանապարհորդություն կատարեց դեպի Պուերտո Կաբելա, առանց որևէ հատուկ պատճառի։ Այդ ժամանակ դա ինձ մի փոքր տարօրինակ ու կասկածելի թվաց, բայց ես չհամարձակվեցի նրան ինչ-որ բան հարցնել։ Միգուցե նա աղջկան ինչ-որ մեկին է տվել։ Ոչ, Յադիր, այդ ինչ ես ասում։ Ինչ ոչ, լսիր։ Ես չեմ կարծում, որ պարոն Տոնին նման տգեղ բան է արել։ Լսեք, նա ինձ պաշտպանել է։ Նույն բանն էլ Մատեոյի հետ է արել։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև երբ մարդ զայրացած է լինում, ցանկացած քայլի կարող է դիմել, առանց գիտակցելու հետևանքների մասին։ Միգուցե Տոնին այդ երեխային ինչ-որ մեկին է տվել, չգիտեմ, բայց լավ, բավական է, շարժվեք, գործի անցեք։ Գնացեք հիմնադրամ, արագ։ Հաջողություն։ Աստված ձեզ հետ, սիրելիներս։ Ինչու Դեմետրիան հանկարծ ամեն ինչ խոստովանեց վանականին։ Ինչու։ Տարիներ առաջ 3 օր ես նրան հարցաքննում էի, բայց նա ոչ մի բառ չասաց։ Չգիտեմ, Քերի։ Միգուցե նա այլևս չի կարողանում այդ գաղտնիքը իր ներսում պահել։ Իսկ ինչ ես կարծում, այդ ինչ գաղտնիք է։ Ի՞նչն է եղել, հավատեցում։ Հենց այն նույն գաղտնիքն է, որ գիտեն քույրս ու Տոնին, իսկ հիմա արդեն գիտի նաև վանականը։ Ուզում եմ ասել, այն թե ինչպես է մահացել Հելենան։ Այրիկիս էլ ոչինչ չգիտեմ, Վալենտինոն ինձ չի ասել, թե ով է վանականը։ Բայց նա է ստեղծել այդ հրեշին։ Ոչ, հայրիկ, ես չեմ հավատում, դա անհնար է։ Վանականը ռոբոտ է, չի կարող պատահել, անհնար է, հետաքրքիր է, այն մարդկոցներում է աշխարհում, թե մեխանիկական է։ Բավական է, Կոնստանսա, բավական է։ Ա քեզ հետ խոսել է Հելենայի անցյալի մասին, նրա մահվան մասին, պատմել է նրա դստեր մասին։ Ոչ, այո, հայրիկ, ես գիտեմ, դա Էմիլիան է, տղաներն ինձ ասել են, որ մայրիկը իր սերեկկանից աղջիկ է ունեցել, և որ այդ աղջիկը Էմիլիա Մարգարիտան է։ Միլյան, Հելենայի աղջիկը չէ, և դու դա շատ լավ գիտես։ Գոիտա, Գրեգորիա։ Այստեղ ինչ ես անում, թանկագինս։ Արի ինձ հետ։ Ուրեմն դու այստեղ ես թաքնվել, իսկ ես քեզ ամբողջ տնով մեկ փնտրում էի։ Բայց ինչու ես այդքան հիմար, դու շատ լավ գիտես, որ սա միակ տեղն է, որտեղ ես սիրում եմ լինել։ Այստեղ ես նորից վերապրում եմ այն, ինչ ապրել եմ Մակոյի հետ։ Գիտես, ես պատկերացնում եմ նրա դեմքը, երբ նա իմ ուղարկած ձայներիզը բացի ու սկսի լսել։ Դու չես կարողանում նրան գլխիցդ հանել, այնպես չէ։ Չեմ կարողանում, Պիա։ Այ այստեղս շատ է ցավում։ Ցավում է, որովհետև սիրում ես նրան։ Ողջույն Մակո, այստեղ տան այնպիսի խառնաշփոթ է տիրում։ Կամ էլ ինձ այդպես թվում, որովհետև դու այստեղ չես։ Երեք սիրտս շատ ուժեղ ցավում էր։ Յոլանդան ինձ զզվելի թույլ տվեց։ Պիան էլ ստիպեց, որ ինչ-որ տեղ խմեմ։ Այդ տեղից հետո մի տեսակ թմրել էի, բայց մինչև հիմա այդ ցավը կա։ Ամեն անգամ, երբ հիշում եմ, քեզ ուզում եմ լաց լինել։ Իսկ ես քեզ միշտ եմ հիշում։ Տարօրինակ է, ես փորձում եմ ծիծաղաշարժ ֆիլմեր դիտել, բայց չեմ կարողանում ծիծաղել։ Պետք է աշխարհի երեսին ուրիշ այլ տեղեր գոյություն չունենան, որ սիրելիդ գնալու տեղ չունենա, եթե այդպես լիներ, դու էլ չէիր հեռանա ինձնից։ Համոզված եմ, որ եթե այդպես լիներ, ես ոչ մի ցավ չէի զգա։
Դու գիտես ով է վանականում, Վալենտինոն ասել է քեզ, կամ էլ գուցե դու ես։ Ես։ Ինչ։ Ոչ, հայրիկ, բանականը ես չեմ, ես արյուն չեմ սիրում, բացի այդ այն դժվար է մաքրվում շորերի վրայից։ Եթե գիտես ով է վանականը Կոնստանս, ասա որ վերջ տանք այս խաղին, Աուրելիոն կատարեց նրա պահանջը, հեռացավ տնից, իսկ նա շարունակում է մարդ սպանել ու թունավորել մեր կյանքը, ասա ինձ, ինչու էր Դեմետրիային ձայնագրել։ Ինձ էլ է այդ հարցը տանջում հայրիկ, Դեմետրիան ինձ նման ֆոտոգենիկ չէ։ Դու գիտես ճշմարտությունը, Վալենտինոն քո սիրեկանն է եղել, նա քեզ էլ է իմ դեմ տրամադրել։ Նա ոչ մի նման բան էլ չի արել, ինձ ոչ ոք չի կարող ինչ-որ մեկի դեմ տրամադրել, ես իմ սեփական կարծիքն ունեմ։ Եվ եթե մենք հարց ու պատասխան ենք խաղում, ապա ինչու՞ չէիր ասում, որ Յոլանդան է իմ մայրիկին սպանել։ Այնպես որ Սարմիկս, քո գործը վանականի հետ դեմ առ դեմ խոսելն է։ Դու պետք է նրա հետ հանդիպես։ Այո։ Այս սերիկայի պատճառով ես իմ սիրած կնոջն եմ կորցրել։ Այդ սերիկա մարդասպանի պատճառով իմ սիրեցյալը հիմա տարապում է։ Խոսքը Անաստասիայի մասին է, չէ՞։ Այո, քեռի։ Ես ամեն ինչի պատրաստ եմ հանուն այդ կնոջ։ Ես ամեն ինչ կանեմ, միայն թե բռնեմ վանականին։ Սարմիկս, բայց դա բավական չէ ամուսնացած կնոջը սիրելու համար։ Ինձ չի հետաքրքրում քեռի։ Այդ կնոջը հասնելու համար պատրաստ եմ կյանքս անգամ վտանգել։ Օգնիր ինձ խնդրում եմ։ Սովորեցրու ինչպես ծուղակգցեմ այդ վանականին։ Միայն այդպես կմեղմեմ Անաստասիայի վիշտը։ Ուրեմն այս խառնաշփոթը քո սիրո պատճառով է ստեղծել։ Ես ինքս եմ լսել, թե ինչպես Վալենտինոն Դեմետրիային ասաց, որ Յոլանդայի ձեռքերն արյունոտ են։ Վալենտինոն խելագար էր։ Դա իմ մայրիկի արյունն է։ Խանդից խելագարվել էր, նա չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Նշանակում է մեկին գումարած մեկ ստացվում է 5 հայրիկ։ Եթե դեպքերն այլ կերպ են զարգացել, ուրեմն դու ես թույլ տվել, որ այդպես զարգանան։ Ահա թե ինչ են երեխաները փորձում պարզել, որովհետև եթե մայրիկը իր մահը մահացած լիներ, ոչ ոք չէր հետաքրքրվի դրանով, ոչ ոքի չէր հետաքրքրի նրա մահը։ Դե մի բան ասա, հայրիկ։ Միգուցե վանականն էլ է ուզում դա պարզել։ Լսեք, ինձ թվում է, որ Յոլանդան Պուերտո Կաբելոյի այդ պատմությունը հորինել էր, որ մենք իրեն հանգիստ թողնեինք։ Լավ, ուղղակի հրաշալի է։ Դու հենց նոր ասացիր, որ իմ մայրիկը ստախոս է։ Հենց հիմա վերջ դու բավական է նրան ինչ-որ բանում մեղադրես։ Դե լավ, հանգստացիր։ Ոչ, այս ամենը ձանձրալի է դառնում։ Սիժադիրա, ես չգիտեմ քո մարես ու տասանը թե ոչ, բայց մենք պետք է ճշտենք, թե Պուեդրո Կաբելայի ինչ է տեղի ունեցել։ Այո, մենք նաև կարող ենք պարզել, թե ինչպես է մահացել տիկին Հելենան։ Ինչ։ Նորից ուղևորության եք մեկնում։ Կլեմենտինը նորից չսկսես, խնդրում եմ։ Լսիր, մենք պետք է պապիկից այդ գաղտնիքն իմանանք։ Այս տունը շատ մեծ է։ Բոլորը միշտ այս տանն են ապրել, այնպես որ շատ բնական է, որ ոչ ոք ոչինչ չի նկատել։ Բոլորն էլ գիտեն, պարզապես ոչ ոք չի ուզում անախորժությունների մեջ ընկնել։ Բանականը նրանցից մեկն է եւ նրանք չեն ուզում, որ այդ պատմությունը բացահայտվի։ Երևի փորձում են դեռ ժամանակ շահել այդքան բան։ Դե չգիտեմ, բայց ինչ որ մեկը պետք է ճշտի, արդյոք պապիկը Պուերտո Կաբելո գնացել է, եւ եթե գնացել է, ապա ինչու։ Որպեսզի պարզենք, որ պատահած է, ճշմարտությունը։ Միգուցե Սանտիագոն որևէ բան իմանա։ Այստեղ սպասեք, բժիշկը մեկ րոպեից կգա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ներեցեք։ Սանտիագո, ես պետք է մենակ գայի։ Ես մի տեսական հարմար եմ զգում, որ քեզ հետ եմ եկել։ Ոչ մի նման բան։ Իմ երեխային ես կկարծքի տակ կրում, այնպես որ ես երբեք Ձեզ մենակ չեմ թողնի, պարզ է։ Երբեք լսում ես։ Իսկապես։ Իհարկե։ Ես հենց այս պահից սկսած պաշտպանելու հոսքելու եմ նրան։ Որովհետև եթե մեր երեխան իր մայրիկի պես հիասքանչ ու գեղեցիկ լինի, եւ եթե ինչ-որ մեկը համարձակվի սիրահարվել նրան, ես ուղղակի թույլ չեմ տա, որ նա ցավ պատճառի մեր փոքրիկին։ Իսկ եթե նա իր հայրիկի պես պաշտելի լինի։ Իհարկե նա իր հայրիկի նման կլինի։ Իմ Մարիկ։ Գրողը տանի, ինչպես է անակնկալ։ Սարմիկ, ինչու ես այստեղ եկել։ Ինչով կարող եմ օգնել։ Ես ենթադրում եմ, որ դու արդեն գիտես, որ Վիոլետան հղի է։ Այո։ Եվ քանի որ դու մեր ընտանեկան բժիշկն ես, կցանկանայի, որ դու քննեիր նրան։ Իսկապես։ Ես դա մեծ հաճույքով կանեմ։ Կարող եմ ինչ-որ բանով օգնել, պարոն։ Ոչ, ես չեմ նախաճաշի, ես դուրս եմ գալիս։
Ալո։ Այո։ Ես ճանապարհին եմ, նրան ասա, որ սպասի ինձ։ Ես անպայման գնալու եմ, այո, իհարկե։ Բայց ինչ, զգեստ։ Ինչ զգեստ։ Ինչ զգեստի մասին է խոսքը։ Եղավ։ Հայրիկ, դու ինձ արդեն կես ժամ է տանջում ես։ Ես հիմա ամբողջովին կկնճռոտվեմ։ Լյասա, ինչպես է մայրս մահացել, ով է նրան սպանել։ Յոլանդան։ Ինչպես կարող ես նրան հենց այդպես մեղադրել Կոնստանսա, դու չափազանց շատ ես ֆիլմեր դիտում, ես բազմիցս ասել եմ, որ Յոլանդան ճանճ չի կարող սպանել։ Ստում ես։ Ես իմ աչքով եմ տեսել, թե նա ինչպես է խոհանոցում ճանճ սպանում, դու պաշտպանում ես նրան հայրիկ։ Դուք միասին մայրիկին սպանել եք։ Ապացուցիր, որ մայրիկիս Յոլանդան չի սպանել։ Ասա ինձ ինչպես է նա մահացել։ Ենթադրում եմ, որ սա լավ կլինի։ Նա պետք է որ նույն չափն ունենա, բայց նա Անաստասիայից մի քիչ թմբլիկ է։ Ինչ է այստեղ կատարվում։ Ոչինչ էլ չի կատարում, պարզապես մի քանի բան էի մոռացել, եկա վերցնեմ։ Այո, իհարկե, ասենք իմ զգեստը, իսկ դա քո ինչին է պետք, որքան ես գիտեմ, Օվիդիոն ծաղրածու չէ, եւ նման բաներով չի էլ հետաքրքրվում։ Լավ, ես պետք է գնամ, արդեն ամեն ինչ վերցրել եմ, կհանդիպենք։ Առայժմ։ Ahora soy yo la que te voy a perseguir a ti, Ovidio. Sí, señor. Tú solo te delataste. Tú encontraste a mi hermana. Tú sabes dónde está y yo lo voy a averiguar. Sí, señor. Տերանունը, Վիոլետա Կարմեն Սիլվա Պարեդես, Արյան կարգը, երկրորդ դրական։ սա ձեր առաջին հղիությունն է։ Ոչ։ Ինչ է տակագին ես, ինչ որ բան այն չէ։ Ոչինչ, հիմարություն պարզապես մտքերով ընկա։ Ես մի գեղեցիկ աղջիկ ունեմ, նրա անունը Ստեֆանի է, նա 12 տարեկան է։ Երևի շատ վաղ տարիքից եք սկսել սեռական կյանքով ապրել։ Ավելի լավ մանրամասն զննեմ, որպեսզի համոզեմ, որ հղիությունը նորմալ կընթանի։ Սպասիր մի րոպե, ասված եմ Լեոն, քեզ ինչ եղավ։ Մենք մի ընտանիք ենք, մենք եղբայրներ ենք, չէ՞։ Այո, սիրելի զարմիկ։ Բայց թույլ տուր հիշեցնեմ քեզ, որ նա անբարոյական կին է եղել, եւ միգուցե ստիպված է եղել։ Ազատվել եմ ցանկալի հղիությունից։ Եվ քանի որ ես եմ նրա բժիշկը, տրամաբանական է, որ ուզում եմ ամեն ինչ իմանալ իր մասին։ Այդպես չէ՞։ Մակո, ոչ, ես չեմ կարող երգել։ Ես ավելի շատ ուզում եմ լաց լինել։ Իմ գոյիդա, բայց քեզ մոտ այնքան լավ ստացվեց, երբ իմ սիրելի Սելայի Կրաուզի երգը երգեցիր։ Ոչ, դու շատ լավ ես երգում։ Շնորհակալ եմ ինձ լսելու համար, ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես։ Դու միակ մարդն ես, որ երբևէ լսել է ինձ երգելուց։ Ոչ, իմ գոյիդա, ինչպես կարող է չլսել քեզ, դու հիանալի ձայն ունես։ Ինչպես անտարբեր անցնեի։ Ես քեզ շատ եմ կարոտում, ձիուկս։ Ես քեզ եմ կարոտում, իմ գոյիդա, լսում ես։ Միակ բանը, որ ունեմ այս նամակն է, որ այնքան եմ գրպանած դրելու հանել, որ ամբողջովին ճմրթվել է։ Այս նամակը հիշեցնում է ինձ, որ պետք է անեմ այն, ինչի համար որ այստեղ եմ եկել։ Այնտեղ երկար մի մնա, շուտ վերադարձիր, հիշիր, որ ես այստեղ եմ եւ քեզ շատ եմ սիրում։ Ես քեզ եմ սպասում եւ սիրում։ Բոլորը ինձ ներեն, որ կիսատ պրատ եմ խոսում։ Բանն այն է, որ ես բոլորովին մոռացել եմ քնքուշ խոսքերը։ Մոռացել եմ, թե ինչպես են սիրո խոսքեր շշնջում։ Ես սիրո կոտրված եմ։ Կամ էլ սիրտս է կոտրված։ Ես մեռնում եմ սիրուց։ Շատ վիրավորական է, որ դու այդ խոսքս ասում Լեոն։ Հիշեցնեմ քեզ, որ Վիոլետան իմ կինն է եւ բայց նա անբարոյական է եղել Սանտիագո։ Միգուցե նա սիֆիլիսով կամ այլ հիվանդություններով է վարակված եղել։ Սանտիագո հանգստացիր լավ։ Ոչ Վիոլետա, նախ եւ առաջ դու իմ կինն ես եւ նա պետք է հարգի քեզ։ Իսկ ինչ վերաբերում է այդպես հարցերին բժիշկ, դա քո գործը չէ։ Իմ պարտքն է զարմիկ որպես բժիշկ այնպես անել, որ երեխան առողջ ծնվի։ Այնպես չէ Վիոլետա։ Այո Լեոն, բայց դու պետք է այնպես անես, որ նա իրեն վատ չզգա։ Ոգի ասներն ինչ թեստեր պետք է հանձնի եւ վերջ։
Սանտիագո, կարծում եմ լավ կլինի, որ դու ինձ ու բժիշկ Լեոնին մենակ թողնես, լավ։ Ոչ Վիոլետա, ես ասել եմ քեզ, որ չեմ լքի քեզ, որ երբեք քեզ մենակ չեմ թողնի։ Խնդրում եմ, արա դա ինձ համար։ Միայն այս անգամ, լավ։ Լավ։ Ես քեզ դրսում կսպասեմ։ Ահա բժիշկ։ Հիանալի է։ Այս ամենը հիվանդին տվեք, խնդրում եմ։ Բժիշկ։ Ինչու ասացիք, որ այս զգեստն այստեղ բերեմ։ Նախ պետք է շնորհակալություն հայտնեմ, որ եկաք այստեղ։ Իսկ ինչ վերաբերում է այս զգեստին, ես ուզում եմ մի բան փորձել։ Տեսնենք, արդյոք նա։ Հերո ինձնից թողեք ասացի։ Ես մտնում եմ այնտեղ, որտեղ որ ուզում եմ։ Թողեք ինձ, բաց թողեք։ Ներեցեք բժիշկ, բայց մենք չկարողացանք նրան կանգնեցնել։ Դու։ Անակնկալ։ Հիմա ինձ կբացատրես Օվիդիո, թե այստեղ ինչ ես անում։ Հիմա երբ մենք մենակ ենք, կարող ենք հանգիստ խոսել, լավ։ Որքան ես փոխվել։ Ասես արժանապատիվ կին լինես։ Ոչ ոք չի հավատա, որ ես միամիտ եմ։ Ես չեմ կարծում, որ դու միամիտ ես։ Դու պարզապես բժիշկ ես եւ դրա համար էլ ես այստեղ եմ։ Դու գիտես, որ ես երեխա եմ կորցրել, իսկ Սանտիագոն այդ մասին ոչինչ չգիտի եւ պետք էլ չէ, որ իմանա։ Այո, պապիկն արդեն զգուշացրել է, որ այդ մասին ոչինչ չասեմ։ Ուրեմն հերիզու ժամանակ չկորցնենք։ Դա քո միակղիության ընդհատումն է եղել Վիոլետա։ Այո։ Ես երբեք չէի ընդհատի հղիությունս, որովհետև մարդկային կյանքը վեր եմ դասում ամեն ինչից։ Լավ։ Շատ լավ, բայց չզգաս այն հարցից, որ քեզ հարցնելու եմ, բայց պետք է հասկանաս։ Այս երեխան, որ կրում ես կրծքի տակ, Սանտիագոյինն է, թե Քերի Տեոբալդոյինը։ Սանտիագոյինն է։ Իսկ այն մյուսը Քերի Տեոբալդոյինն է, այնպես չէ։ Ուրեմն ինչու ես նեղանում։ Ամեն ինչ այլ է եղել։ Այսինքն Տեոբալդոն ինձ բռնաբարել էր։ Ուրեմն հիմա դա բռնաբարություն է կոչվում։ Ես իրարի այսպես անենք Վիոլետա։ Գիտես ինչ։ Մի ձևացիր բռնաբարված կամ բարոյական կին։ Որովհետև ինձ նրանք բոլորովին չեն հետաքրքրում։ Ասեմ։ Ոչ, այն ես պետք է հարցնեմ, թե ինչ ես անում այստեղ։ Մեկ րոպե խնդրում եմ, սա իմ աշխատասենյակն է։ Ով եք դուք եւ ինչու եք այստեղ ներխուժել։ Ես նրա կինն եմ։ Ինձ բոլորը որպես արտասովոր Անաստասիա են ճանաչում։ Ինչ ասացիք։ Այո, ես եկել եմ, որ պարզեմ արդյոք իմ երկվորյա քույրը այստեղ է, որն իմիջիայլոց մի քանի ամիս առաջ է անհետացել։ Լավ, բայց Ծիծաղելի բաներ մի ասա։ Ես այստեղ եմ, որովհետև բուժվում եմ։ Եվ բժիշկը օգնում է ինձ հաղթահարել իմ խանդը, իմ ագրեսիվ վերաբերմունքը բոլորի հանդեպ, սա արդեն խիստ անձնական խնդիր է։ Դրա համար ես գողացել զգեստս։ Ես տեսա, թե ինչպես այն վերցրեցիր։ լավ, պարոն Օվիդիո։ Ես ձեզ 5 րոպեով լքում եմ, որպեսզի ձեր բոլոր հարցերը պարզեք ձեր կնոջ հետ։ Ես հետո կգամ։ Գիտես, ես Գոյիտեին շատ եմ սիրում, դա ճիշտ է, իսկ ընկերս Անաստասիային է սիրում, բայց այդ սերը ոչ իմ բանի հետ կապ չունի։ Մենք առավելագույնն արեցինք։ Իսկապես։ Բայց ինչպես է, որ մինչև հիմա մարդասպանի չեք բռնել։ Դա որովհետև այդ տղան փախչում է, գիտես։ Իսկ ինչու ոչ մի հետք չունես, որովհետև չես վերլուծել յուրաքանչյուր կասկածյալի վերաբերմունքը, երբ բոլորի ներկայությամբ հայտարարեցիր, թե մարդասպանի մատնահետքեր ունես։ Մարդասպանը քեզ սաղում է, գիտես ինչու։ Որովհետև դու սիրահարված ես։ Եթե շատ ես ուզում, կարող ես ատրճանակդ վար դնել, վերցնել սիրեցյալի ձեռքը ու հարսանեկան զգեստ հագցնել նրան։ Սպասիր քերի, ամեն ինչ այդպես չէ։ Մարդասպանին բռնելու համար անհրաժեշտ է, որ դու նրա մասին օրը 24 ժամ մտածես։ Ոչ թե ինչ-որ կնոջ մասին մտածես։ Սպասենք մինչև դու էլ սիրահարվես, ու այդ ժամ կտեսնենք, թե ինչ կլինի, լավ, այդ ժամանակ մենք կծաղենք քո վրա։ Հիմա հասկացար, թե ինչու քեզ չէի ասում այս մասին։ Ինձ նման տղամարդը հոգեբուժի է այցելում։ Դա ինձ համար ամոթալի է։ Դե լավ, Օվիդիո, հանգստացիր, ներիր ինձ խնդրում եմ։ Ես ինձ հիմարի նման եմ զգում։
Բանն այն է, որ ես ինձ այդպես պահեցի, որովհետև կարծում էի, որ դու ինձանից թաքցնում ես, որ գտել ես Ալեքսանդրային, եւ չես ուզում ինձ ասել։ Բայց ինչու պետք է քեզանից թաքցնեմ։ Դե չգիտեմ։ Երբ տեսա, որ իմ զգեստն ես վերցնում, մտածեցի, որ կամ Օվիդիոն գտել է Ալեքսանդրային, կամ էլ Օվիդիոն զբաղվում է նմանակումներով, եւ չի ուզում ինձ այդ մասին ասել։ Երկար մտածելուց հետո ես կանգ առա Ալեքսանդրա տարբերակի վրա։ Դե ոչ։ Բանն այն է, որ բժիշկն ինձ վարժություններ էր հանձնարարել, դրա համար էլ քո զգեստը վերցրեցի։ Իսկ դա ինչ վարժություն է։ Դե դա հատուկ նրա համար է, որ կարողանամ քեզանից ներողություն խնդրել այն բոլոր վատությունների համար, այն դառնությունների համար, որ պատճառել եմ քեզ։ Ես անհարմար եմ զգում, երբ խոսում եմ այդ մասին։ Օվիդիո, ես իսկապես պետք է շնորհավորեմ քեզ։ Դու շատ ճիշտ ես վարվում, բայց թույլ տուր մի բան հարցնել քեզ։ Խոստանում ես, որ եթե Ալեքսանդրային գտնես, անպայման ինձ կասես։ Իհարկե, Անաստասիա, կարող ես վստահ լինել։ Շատ լավ։ Հիմա ես ուզում եմ, որ դու այնտեղ ներքև նայես։ Նայես այն տղամարդու հետ կանգնած կնոջը եւ ինձ ասես, ճանաչում ես նրան թե ոչ։ Ճանաչում ես նրան։ Խնդրում եմ, փորձիր։ Ուշադիր նայիր նրան։ Հիշիր։ Ասա դու ճանաչում ես նրան։ Հանգիստ, հանգստացիր։ Հանգիստ։ Անցյալից ինչ-որ բան հիշեցիր։ Իսկ վթարից ինչ ես հիշում։ Հիշում ես, թե քեզ ով է այստեղ բերել։ Ով։ Ով է քեզ այստեղ բերել։ Վստահիր ինձ։ Քերիմ, ես կապացուցեմ քեզ, որ դու սխալ ես, որովհետև ապացույցներ են բերել Կարակասից։ Մի բան, որ չես կարող չընդունել։ Տեսնում եք, ասում է, չէ՞, ծաղում է նա, ով վերջում է ծաղում։ Այո, իհարկե, ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։ Իսկ բանականը ձեզ երկուսիդ էլ իր թակարդն է գցել։ Ահա տեսնում ես, սա բանականի վերջին հաղորդագրությունն է։ Սեոդ է։ Սա ոչինչ չի նշանակում։ Նա պարզապես խաղ է անում ձեզ հետ։ Ես ահա այս բառը միտեղ տեսել եմ։ Իհարկե, վիրահատարանում ենք տեսել։ Վերջին անգամ այնտեղ էինք, երբ Դեմետրիի հետ կատարած ողբերգությունը տեղի ունեցավ։ Ճիշտ է, բայց սա ինչ է նշանակում։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Իհարկե, բան չի կտրում։ Հիմարություն, ոչինչ էլ չի նշանակում։ Ես ներողություն եմ խնդրում նման տեսարանի համար, ամեն ինչ կարգին է, հավատացած եղեք, նման բան չի կրկնվի։ Պարոն Օվիդիո, չեմ ուզում մտածել, որ ինձ խաբել եք։ Երախտապարտ կլինեմ, եթե ինձ ճշմարտությունն ասեք։ Ինչ նկատի ունեք։ Եթե այստեղ եկած կինը արտասովորն էր, ապա ով է այս աթոռի վրա նստած կինը։ Պարոն Օվիդիո, ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ։ Ճշմարտությունն այն է, բժիշկ, որ նա Ալեքսանդրան է, արտասովոր Անաստասիայի երկորյակ քույրը։ Ոչ, այդ ես եմ արտասովորը, ես եմ Անաստասիան։ Ով զգացմունքները վեր է դասում պարտականություններից, ոչ մի բանի չի կարող հասնել։ Ինձ նայեք, ես ձեզ օրինակ։ Բայց մենք այլևս ոչինչ չենք կարողանել։ Ես, ամենյա, բացահայտում էի Հելենայի հետ կատարվածը, բայց քույրս խառնված էր այդ գործը։ Նաև Տոնին և Դեմետրիան, որքան մոտենում է իրականությանը,
Այնքան հիասթափվում էի, որովհետև ամեն ինչ քրոջս էր մատանշում։ Շատ հնարավոր էր, որ մարդասպանը քույրս լիներ։ Դա ինձ վախեցրեց։ Բայց ոչ ոք չէր կարող քեզ դրա համար մեղադրել, Քերի։ Դա էր ամտկանչն էր, այնպես չէ։ Տեսնում ես, թե ինչու ամեն ինչ կորցրեցին, որովհետև ես էլ էի քեզ նման մտածում։ Ինձ հանեցին գործի հետաքննությունից, որովհետև ես օբյեկտիվ չէի։ Նրանք հեռացրեցին աշխատանքից, հեռացրեցին ոստիկանությունից։ Գրողը տանի։ Կինս լքեց ինձ, որովհետև զգաց, որ ես գլխի վար շուռ եմ գալիս։ Եվ ինչու։ Որովհետև որպես ոստիկան իմ պարտականություններից վեր էի դասել զգացմունքներս։ Լավ ոստիկանը ոչ մի զգացմունք չի կարող ունենալ։ Արի Անաստասիա, արի, նստիր այստեղ։ Նստիր։ Բժիշկ, հարցրեք նրան, հիշում է արդյոք թե ով է նրա վրա կրակել, հիշում է թե ով է իր վրա հարձակվել, եթե հիշի ուրեմն բանականը մեր ձեռքում է։ Ասա նրան, որ հեռանա այստեղից։ Ես չեմ ուզում նրան լսել։ Ես չեմ ուզում լսել նրան։ Դուրս արա նրան այստեղից։ Լսեցիք ինչ ասաց։ Բայց բժիշկ, Գնացեք պարոն Օվիդիո։ Դուրս արեք նրան այստեղից, խնդրում եմ, չեմ ուզում լսել։ Խնդրում եմ, գնացեք։ Դուրս եկեք այստեղից։ Ես ձեզ հետ ավելի ուշ կխոսեմ։ Ինչ ես կարծում, ինչ է եղել Սանտիագոյում։ Պետք է որ արդեն այստեղ լիներ։ Շատ տարօրինակ է, որ դեռ չկա։ Չես կարծում։ Նա այսքան չէր ուշանալ։ Ողջույն, Սանտիագոն այստեղ է։ ոչ, ընտանիքի ամենաերեսարած լակոտը շատ մեծ կարծիք ունի իր մասին։ Իսկ հիմա նա թույլ է տալիս իրեն սպասեցնել մեզ։ Այս ամենը քո մեղավորությունն է, դու միշտ գովում ես նրան։ Չեմ կարծում, որ նա մտածված է ուշանում։ Երևի ինչ-որ խնդիր է ծագել։ Ակվիլ ես այդպես մի բայր, քեզ ինչ ես կարծում աշխատելով Սանտիագոյի հետ, այլևս առաջվա ոչնչությունը չես, որ հիմա արդյունաբադի մարդ ես դարձել։ Ինչ աշխատում եմ նրա հետ, ես ինձ լավ եմ զգում։ Վերջապես ես կայանում եմ որպես ճարտարապետ, այլ ոչ թե որպես ոսկեչական խանութի մի բան բեր։ Ճիշտ է, Տեոբալդո։ Ավելին, ես իսկապես կարծում եմ, որ աշխատելով նրա հետ իսկական պրոֆեսիոնալ կդառնամ։ Միթե դու այդպես չես կարծում։ Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Սա ինչ է Գոյիտա, բան է պատահել։ Ես կարոտում եմ Մակոին։ Երբեմն մտածում եմ, որ այս ամենն ինձ հետ չի կատարվում, որ նա չի հեռացել, որ նա այստեղ է, պարզապես պետք է գտնեմ նրան։ Այո, ինձ թվում է, թե նա քնած է եւ ես նրան կարթնացնեմ իմ քաղցր համբույրով։ Եվ ձայն ես տալիս նրան սպասելով նրա պատասխանին։ Այո, բայց ցավոք ոչ մի պատասխան չեմ ստանում եւ հենց այդ ժամանակ էլ հասկանում եմ, որ նա այստեղ չէ եւ հենց այդ պահին ուզում եմ մեռնել։ Անաստասիա, ինչու պետք է սիրահարված մարդիկ հեռու լինեն իրարից։ Դե ենթադրում եմ, որ այդ ամենը Աստծո կամքով է, որպեսզի ստուգի, որքան ամուր է սերդ։ Եվ եթե մենք իրոք սիրում ենք միմյանց, այդ սերը էլ ավելի կկրկնապատկվի, որքան էլ որ հեռու լինենք միմյանցից։ Իսկ եթե չկրկնապատկվի, Իսկ եթե այդպես չլինի, ի վերջո վառվող մոմի պես կհանգչի։ իսկ ես չեմ կարող պաշտպանել այդ մոմը, որ չհանգչի քամուց, ինչպես որ անում ենք ծննդյան տոնի մոմերի դեպքում։ Իհարկե։ Դա միակ բանն է, որ մենք կարող ենք անել, պաշտպանել մեր սերը քամուց, ամպրոպից, ամեն մի անսպասելի փոթորկից։ Դու էլ ես տխրում, չէ՞ որ Աուրելիոն գնացել է։ Ես չեմ կարող ինձ երջանիկ զգալ Սանտիագոյի հետ աշխատելով, որովհետև նա ոսկերչական խանութում իմ տեղն է զբաղեցնում, ես եմ Բորովսկիների ավագ որդին, այդ տեղը ինձ է պատկանում։ Դու շատ ես ուշացել բարեկամս, դու պետք է դա այն ժամանակ աներ, երբ տոնին դեռ նոր էր այդ որոշումը կայացրել։ Լավ, ես նման բան չեմ անում, բայց ես իրավունք ունեմ ժառանգության իմ բաժինը պահանջել, ես կհեռանամ այստեղից, կգնամ հեռու, շատ հեռու։
Բայց Տեոբալդո, դա շատ դժվար է։ Դու ինքդ լավ գիտես, որ մենք չենք կարող հույսներազնել ժառանգության վրա։ Մենք մեր հերիքի մահից հետո կարող ենք տնօրինել։ Արբեցող դառնալու փոխարեն Տեոբալդո ամենալավ բանը, որ կարող ես անել, որդուդ հետ համաձայնության գալն է։ Տոնին նրան է տվել տնօրինելու իրավունքը։ Նա է միակ պատասխանատուն, ավելին, նա իր գործը հրաշալի է անում։ Այո, նա հիանալի է անում։ Հակիր բերանդ։ Ես արդեն հոգնել եմ լսել, թե ինչպես ես այդ հիմարին գովաբանում, կուշտ եմ արդեն։ Այնպես ես նրան գովում, ասես նա հրեշտակ լինի։ Ինչ է քեզ հետ կատարվում Տեոբալդո։ Ինչպես ես համարձակվում քո հարազատ որդու մասին այդպես խոսել։ Ես հրաժարվում եմ նրանից, այլևս իմ որդի ինչ է նա, այո, հրաժարվում եմ։ Ողջույն, ներեցեք որ ուշացա։ Ես քնոջս բժշկի հետ արել, նա հղի է։ Հիանալի է։ Հանգստացիր, այդ մարդն արդեն գնաց։ Լսիր։ Ինչու չես ասում ինձ, թե ինչ է պատահել։ Ինչու ասացիր, որ այդ մարդը հեռանա, Ալեքսանդրա։ Ալեքսանդրա։ Դու Ալեքսանդրան ես, այո։ Հաճախ դու շփոթվում ես, կարծում ես, թե Անաստասիան ես։ Ես չեմ ուզում լսել դա, չեմ ուզում։ Ով բուժեց ինձ։ Ես չեմ ուզում լսել։ Երբ քեզ այստեղ բերեցին, վիրահատեցին քեզ եւ քո լսողության մի մասը վերականգնվեց, բայց ես այդ մասին ոչինչ չգիտեմ։ Ինձ դուր չի գալիս իմ ձայնը։ Այն լավը չէ։ Դա բնական է։ Սովորաբար այդպես է լինում, երբ մարդիկ սկսում են նորից լսել։ Ես չեմ ուզում լսել։ Ոչինչ չեմ ուզում լսել։ Ով ինձ լսողություն տվեց։ Ես չեմ ուզում լսել, աղմուկը շատ է։ Գլուխս ցավում է, այս ինչ քաոս է։ Հանգստացիր։ Ես ոչինչ չեմ ուզում լսել այդ մարդու ձայնը։ Ես չեմ ուզում։ Հանգստացիր, հանգիստ։ Այսօր քեզ համար ծանր օր էր։ Հանգիստ։ Արի ամեն ինչ թողնենք այնպես ինչպես որ կա։ Հիմա դու կհանգստանաս։ Հանգստացիր, լավ։ Իսկ եթե ուզում ես մի որոշ ժամանակ այստեղ մնալ, խնդիր չկա, մնա։ Վալենտինո։ Ինչ։ Ով է Վալենտինոն։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորիմված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխ բարուրված գիտեմ կեղծիք է ինչ անել